Ողջույն բոլորին։ Հետևորդու կողմից ստացա նման մեկնաբանություն, թե ինչու է, երբ հաճախորդը ձեռքը տեղափոխում է լամբ, սկսում է առաջանալ այրոցի զգացում։ Որոշեցի այս մեկնաբանությանը պատասխանել հոլովակի միջոցով, որպեսզի թվարկենք բոլոր հիմնական պատճառները, իսկ միջ այդ չմոռանաս բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին։ Իսկ հիմա եկեք հասկանանք, թե որոնք են հիմնական սխալները։ Առաջին սխալներից մեկը դա նյութի շատ հաստ շերտով տեղադրումն է եղունգի վրա։ Երբ մեր գելը, բազան կամ կառուցողական նյութը դնում ենք լամպի տակ, այն սկսում է կոշտանալ, եւ այդ process-ը անվանում են պոլիմերացում։ Այդ ընթացքում նյութը ջերմություն է արտազատում, իսկ երբ մեր նյութը քսված է լինում շատ հաստ շերտով, այդ ջերմությունը չի հասցնում հավասարաչափ բաշխվել եւ կուտակվում է եղունգի վրա։ Այդ ընթացքում էլ առաջանում է այրոցի զգացում։ Հաջորդ պատճառներից մեկը դա եղունգի կարգավիճակն է։ Շատ խարդված, վնասված կամ բարակ եղունգները ունենում են քիչ պաշտպանիչ շերտ, եւ լամպի տակ առաջացած ջերմությունը շատ արագ է հասնում եղունգի նյարդային հատվածներին, եւ այդ ընթացքում էլ առաջանում է ուժեղ այրոցի կամ տաքության զգացում։ Շատ հաճախ այրոցի զգացում նկատում ենք թափանցիկ նյութերի հետ աշխատելիս, քան գունավոր նյութերի։ Թափանցիկ նյութերը դրանք բազան եւ տոպն են։ Սա լիովին նորմալ է, քանի որ գունանյութի առկայությունը դանդաղեցնում է պոլիմերացման գործընթացը, ինչի արդյունքում ջերմության առաջացումը նվազեցվում է։ Ավելի հաճախ այրոցի զգացում նկատում ենք բազայի հետ աշխատելիս, ինչը բնականաբար նորմալ է, քանի որ ծածկույթն անմիջական շփման մեջ է եղունգի թիթեղի հետ, ուստի դրա պոլիմերացումից առաջացող ջերմությունն ավելի ինտենսիվ է զգացվում։ Հաջորդ պատճառներից մեկը դա շատ հզոր ընտրված լամպն է։ Լամպի հզորությունը ցույց է տալիս, թե որքան արագ է այն կարծրացնում նյութը։ Այսինքն, երբ նյութը շատ արագ է կարծրանում, ներսում առաջանում է ջերմություն, իսկ այդ ջերմությունն էլ հաճախորդի մոտ առաջացնում է այրոցի զգացում։ Այսպիսով, սրանք են բոլոր 4 հիմնական պատճառները, որի հետևանքով կարող է առաջանալ այրոցի զգացում։ Իսկ հաջորդ հոլովակի ընթացքում խոսենք, թե ինչպես կարելի է խուսափել դրանից։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել իմ YouTube-յան եւ Instagram-յան ալիքներին։